Hi guys, այսօր նայում ենք իմ թեմայի պատվերները։ Ինձ հասել է ճղված վիճակում, ըստ երևույթի ներսում բացես ստուգել են, բայց չգիտեմ։ Պատկերացրեք, այս հատվածը ճղված է եղել, այս մոտավորապես առանձին sense կողքից դուրս եկած է եղել, դրա համար ես մտածում եմ, որ ինչ որ մեկը բացել է ու համը կտեսնենք արդյոք իմ պատվերներից ինչ որ բան պակասում է թե ոչ։ Ուրեմն, եկեք առաջինը նայենք, պատվիրել է պայուսակ ճանապարհորդելու համար։ Այս պատվերներից հիմնականում վերաբերվում են ճանապարհորդության, քանի որ մենք շուտով գնում ենք, կարող դուք գուշակեք, որ ենք այդում հանգստի, քանի որ մենք գնալու ենք հանգստի, դրա համար ես պատվիրել եմ բաներ, որոնք ինձ այնտեղ պետք կգան, իհարկե մեջը անպետք բաներ կան։ Սա ճանապարհորդական պայուսակ էր, որը իմիջիայլոց նշված էր, որ ինքը պրեսի սարք պետք է ունենար, բայց ոնց տեսնում ենք, չկա ոչ մի բան։ Ընդհանուր առմամբ որակը շատ լավն է ու համեմատ թեմայի, եթե չեմ սխալվում, բավականին թանկ էր։ Սա պրեսի է, որ շորերը սենց սեղմի մեջ է, բայց ես չգիտեմ ինչի մեջի պրեսը չկա։ Դարակները նորմալ են, ընդհանուր առմամբ գոհ եմ։ Անցանք մյուսին։ Ինձ թվում է ձեր համար լավ չէ կոմֆորտ, որ ես դիրքով եմ նստած, որովհետև ես չեմ պատկերացնում ոնց կարելի է բացել ինչ-որ սենց օգրագի, սիրուն ձիգ նստած վիճակում, ես սիրում եմ ամեն ինչի հանգիստ լինելը։ Երկու հատ պատվիրել եմ սրանից, իսկ ուր է մյուսը։ Ասեք, որ այս պրոցեսը ճղղելու հավես է։ Ահա։ Ուրեմն շատ փնտրեցի սրանից, որ մեկը գնեմ, ինչ եմ ասում փնտրեցի, որտեվ հիմնականում սենց ներսում ինչ-որ մանր գնդիկներ են, որոնք հարմար չեն, գլուխդ երբ որ դնում ես, իրանք սղում են ու կոմֆորտ չի, մեկան ես տպավորությունա, ոնց որ հա ուսիդ վրա հենվես, պարտադիր նայեցի, որ վիզ ունենա, որովհետև այդ նստարանները կոնկրետ ինձ հարմար չեն, մի սենց ինչ-որ դիրքով եմ նստած, մեջքս էլ հարմար չի լինում, վիզ ունենա, ստեղից լավ ամրանա, որոկը շատ լավն է, երկու հատ եմ պատվիրել, եթե չեմ սխալվում, այս բացվում է, հետո կարանք մեջի գուբկան առանձին օգտագործենք կամ ինչ-որ բան, երկու հատ սրանից ունեմ, շատ լավն է, շատ հարմար է, եթե չեմ սխալվում, այս կարանք նաև սենց դնենք, սենց գլուխը դնում օգտագործում ենք, որ եթե օրինակ հոգնեցինք այս դիրքից կամ այս դիրքից քնելուց, սենց դիմացի նստարանի սեղանի կիչացնում ենք ու գլուխը ուղիղ վիճակում գոհ եմ, գոհ։ Այ սա ճիշտն ասած ուղղակի եմ պատվիրել, որ տենամ տարբերությունը։ Կոնկրետ այս տարի ես տեսել եմ, որ տարածված է, որ դիմահարդարումը անում են ավելի ճիշտ դիմափոշին դեմքի նստացնում են սենց գուբկաներով, ճիշտն ասած հետաքրքրության համար պատվիրեցի, որ փորձարկեի, բայց ինձ թվում է մի քիչ չափսը մեծ է, 30 հատ, այսենց, սենց պուդրյան վերցնում ենք ու այտենց, դե բնականաբար սա մեկ անգամյա օգտագործելու համար է, օգտագործում ենք ու դեն ենք նետում։ Բայց շատ լավն է, գույնը մոնը ոնց է տողջիկական է, ընտիր։ Եկեք սա ցույց տամ, այս ուղակի մեջը սենց շպրտած էր, ուրիշ բառ չեմ կարող սենց շպրտած էր ինքը, մազերը մաքրելու համար է, սենց մանր հատիկներ ունի, սաները որ մազերը հավաքում է, սենց ստանում դուրս է գալի, ճիշտն ասած առաջին անգամ եմ առնում, չգիտեմ իրականում ինքը աշխատում է թե չէ, բայց թող լինի, ինչի չէ, տուն է, տուն։ Եկեք մյուսը նայենք, շատ առհամարական հանեցի, շպրտեցի այն կողմի վրա։ Ուրեմն հիմնականում այս տարի արդեն 2 տարի կա ավելի ճիշտ, որ ես մուկ շորեր չեմ սիրում հագնել, չնայեցի մի քիչ հագած ես, մուկ շորեր, այս էլ նայեք ճղված։ Դե բա, ես չգիտեմ բացում ստուգում են մեջից տանում են ինչ են անում, համենայն դեպս ճղված էր։ Շատ սիրունով, յոտնոյեք, ինքը բեժ, կուպայնիկի վրայից պետք է հագնենք, ես գցեցի գետնին։
U-ը չկա։ Մի քիչ ինձ մեծ է, ես XS հագնող եմ, սովորաբար, եթե փոքր հագցնող, այսպես ասած, շոր են լինում, այս էլ եմ հագնում, բայց հիմնականում XS, ոչ շոտ սիրունը։ Դες դուր եկավ։ Սենց գործվածքային շորեր դուրս շատ է գալիս, դե բնականաբար էսի դուրս չես կարող հագնես հանգստի տեղեր, ծովափնյա եւ այլն, այսինքն նենց տեղ հուսա պետք է հագնեմ, որ մարդիկ նորմալ նայեն, էլի Հայաստանում հագնես, Հայաստանում իսկի մի բան ես ավել վրա դնում, թարսենն, մի քիչ մեյքափը շատ եմ դուրս գալի, արդեն վատն է։ Բայց շոտ սիրունով հլը ինչ։ Wait. Ոյ, ես ահավոր շատ եմ սիրում, սենց թևերը սենց կիսատ փոքվում եմ, սենց բոմժի ստայլ։ Լավն էր, ապրես, Անի ջան, շատ սիրուն էր։ Էսի մեկ, գնում ենք հանգստի շորերը շպրտում եմ ստե։ Մյուսը, ես պատվիրել եմ, որ ճամպրուկի մեջ կոշիկները, տապուչկաները եւ այլն այսպես ասած իրանց օրգանայզերներ ունենան, վերջերս առել էի, տուփի մեջ 2 հատ էր կոշիկինը, դրա համար որոշեցի այս անգամ մենակ կոշիկինը առնեմ, որ տենց ակուրատնի լինի, նայեք ինչ լավն են, սենց սիրուն դնում ենք, իրան փակում ենք, ու всё, քանի հատ էր, շատ է, 1, 2, չէ, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10 հատ 10 հատ, շատ լավն է, ընտիր, ու սենց բաները ես չեմ նետում, այլ լվանում եմ, երկրորդ անգամ, երրորդ, չորրորդ, այնքան ենք օգտագործում, ինչա փչանա, մյուսը, սա կուպայլնիկ է, կուպայլնիկ, ես անսահման շատ կուպայլնիկներ ունեմ, ես եմ ուզում ցույց տամ, ես այս փաթեթն եմ ընդհանուր պատվիրել, որովհետև իր հետ բոնուս այսպես ասած գալիս էր սա, որ կուպայլնիկի վրայից հագնենք, շատ սիրուն է, լինց սիրուն է թևերը, դուք պատկերացնում եք սեոնով ինձ սիրուն նկավներ կստոնամ, այս էր վրայից ու ներքևի հատվածը կապելու համար սա, շատ լավն է, ոյ գոհեմ, տն, Так, իհարկե սա կարամ օգտագործեմ նաև այլ ինչ-որ լողազգեստների հետ, ոյ շոտ գոհեմ, շատ, քանի որ սրա տոպրակը ճղված չէր, ես հետ եմ դրում, իմիջիալոց այս տոպրակները շատ եմ սիրում, շատ ժամանակ ես տոպրակներով է տանում եմ շորերը, համել սենց դասակարգված է լինում, մի հատ փաստելի մասին ասեմ, հիմնականում, երբ որ եթում ենք ճամփորդության, ես լուքերս նախապես խաբաքում եմ իր աքսեսուարներով բան, ու տենց առանձին տոպրակներով եմ դնում, որ այդ օր ուզեցա սա հագնեմ, հանեմ, էլ չմտածեմ հետ ինչ աքսեսուար դնեմ, ես ինչ անեմ, մի անգամ տենց հագնում դնում եմ։ Так, սրանք արհեստական ծաղիկներ են, ամեն դեպքում տրոպիկ երկրներում որքան է տարածված են այս ծաղիկները, իրանք երբ որ դնում ես մազերի տարանքում, իրանք կամ թոռոմում են գնում են, կամ հարմար չի լինում, դրա համար ես պատվիրում եմ արհեստականները, այս սենց բրոշով, իրանք կտորները հիմնականում շատ սենց բնական էֆեկտով են սարքած, Moana is Matanui. Я не принцесса, я дочь вождя. Շատ սիրուն է, նայեք գազարագույնը, մի օր ես կդնեմ, մի օր են կդնեմ, քանի գույնը, կարմիր, սպիտակ, դեղին, գազարագույնը, ես որն էր, վարդագույն, ընտիր, այս է գնաց հանգստի վրա, հաջորդն ենք բացում, սա երկար շորի կեմ, թափանցիկ, ակից պետքա լինի լողազգեստ, մեջ կբաց, շատ սիրուն է, ինչ շատ է դուր գալիս, ես ճիշտն ասած հատուկ նկարահանման համար եմ պատվիրել, շատ սիրուն է, չգիտեմ, ու հիմնականում ես շորերը չեմ կտրտում կամ կարճացնում ներքևից, որովհետև շատ ժամանակ նկարահանման ժամանակ պետքա որ սենց ինչ-որ էֆեկտեր է բաբան, ես այդտենց ճիշտն ասած շատ ֆոտոշոփ բան չեմ անում, հիմնականում փորձում եմ կերպարը այնքան իդեալական սարքեմ, որ չանեմ այդտենց բաներ, այդտենց շատ գոհ եմ, սիրուն էր, ես էլ եմ դնում ստեղ,
Մոնտաժելու ընթացքում ես ձեզ թողնում եմ նկարները վերևում իրենց արժեքներով ու եթե կուզենաք արտիկուլներն էլ կարող գրեք մեկնաբանություններում ուղարկեմ։ Օ, այսա շատ է հավոն է, այսա իսկի իմ հագով է։ Մի քիչ դեղնոտ է ներքևը, բայց ոչինչ, ես մաշկով ավելի մուգ եմ, իսկ ինձ շատ ճերմակ շորեր չեն սազում, ես միշտ վերցնում որ կաթնագույն, թեթև բեժին տանող, վարդագույնի, նարնջագույն ինչ-որ տենց երանգներ եմ վերցնում, իսկ էսի ավելի դեղնոտ է, ուրեմն սա հագնում ենք որպես յուբկա, չնայած սա յուբկա է, իսկ այս հատվածը սենց կոնքերի վրա է անկնում, ինքը պետք է որ մինի շատ ինչ-որ սիրուն բան լինի ու առանձին իրա տոպիկը, չգիտեմ, ես սենց cute շորեր շատ եմ սիրում, շատ ուրախացա, անցանք առաջ, իդեոլոգոն, մյուսը վարդագույն շորիկ, հա, այս առանձին յուբկան է, ինձ թվում է մեկին մեկ իմ հագով է, իմիջիալոց ես դες մի բան ասեմ, որ խանութ եմ գնում ինչ-որ բան ինձ առնելու, ես նայում եմ շորին, ու մի անգամից հասկանում եմ, իմ հագով է, թե չէ, ու խանութ էլ առհասարակ մտնում, սենց վիզուալ հասկանում եմ, թե իմ համար հարմար բան կլինի, թե չէ, երբեք չեմ գնա սենց արանքները բացեմ, վիզուալից արդեն պատկերացնում եմ իմ ոճի խանութ է, թե չէ, սա էլ այսպեսի թրթրիկ յուպշկա, պրինտը ռոզվիա դուրս եկավ ճիշտն ասած ու առանձին իրա տոպը Շուտ սիրուն ու գոհեմանի ջանո պրես, ոնկապ չես առը, այս անգամ էլի սպիտակ, այս տարվա իմ համարյա բոլոր շորերը սպիտակ են կամ բեժ, ես ուրիշ գույն այս տարի չեմ ճանաչեմ, սա էլ է առանձին, այս շատ սիրուն, այս երկար է ու շատ էի տեսել ռուս բլոգերները հագնում են, որոշեցի ես էլ ունենամ, դե ոնց գիտեք Viber-ում թանկ է հիմնականում դրված լինում, իսկ ես երբեք շորի վրա շատ թանկ չեմ ծախսի, իմաստը չեմ գտնում ճիշտն ասած, կան իհարկե մարդիկ չեմ մեղադրում, ով ուզում է թող բրենդային հագնի, բարձր դաս հագնի եւ այլն, ես երբեք շորին չեմ տա թանկ գին, չեմ կարող ասեմ դա ինչի համար է, հնարավոր նաեւ որ ֆինանսապես կայուն չեմ, օրինակ շատերը որ ասում են ես չեմ հագնի բրենդային հագուց դա անմտություն է, ոչ, եթե դուք ունենաք շատ գումար ու չիմանաք որտեղ ծախսեք, բնականաբար ավտոմատ դուք օգտվելու եք ավելի բարձր դասերից, որ գոնե, չգիտեմ, ասենք հաճույք ստանաք այդ առևտրից օրինակ, ես տենց չեմ ու չգիտեմ կլինեմ թե չեմ լինի, համենայն դեպս իմ համար շոր է ու վրան բրենդ կա չկա, կարևորը սիրուն է ինձ դուր է գալիս այդքան բան։ Նայեք, էսի սենց մեշկը բաց, այս սենց շատ լավն է ու իրար շատ երկար յուպը չկան այս սենց բայց իրատակից պադ յուպկա կա սրա իսկ այդ շատ լավ է ինձ թվում է այսի լրիվ իմ հագով է ու կարիքը չլինելու սրա կարճացնելու մյուսը ուրեմն սրանից մի քիչ ուրիշ ձև էլի ունեմ պատվիրել էի որ Շրի Լանկա գնայինք ու դուրս շատ էր եկել, որոշեցի մի քիչ ավելի գունավորոտը պատվիրեմ, շատ հարմար տոպիկ է, այսպես ասած, ջինսերի հետ կլինի, յուպճկաների հետ կլինի, շատ հավես էր նայվում, որոշեցի մի քիչ այլ տարբերակներ ունենա, չգիտեմ, շատ լավն է, ինձ թվում է էսի նաև նենց բան է, որ կարաք օրինակ ստեղ էլ հագնեք, որտև ինքը տենց բաց ու ինչ-որ տարօրինակ չի իմ կարծիքով, ես համենայն դեպս հագնվելու շատ ազատ եմ նայում, որ ինձ ուզում է թող հագնի, այդ իր կամքն է, եթե իրան կոմֆորտ է, թող հագնի, ինչի՞ չեմ։ Ահան, այս աքսեսուարը, ես աքսեսուարներ ճիշտն ասած շատ եմ սիրում, որտև այդ բանը ինչի գալիս է մոդա, ես ուզում եմ այդ դրանից ունենամ, առնում եմ, դնում եմ, տենց անցնում է, գնում է, գույնն է գցում, թափում եմ, բայց հիմնականում ես դες մի հատ հուշում տամ, սրանք պլաստմասից աքսեսուարներ են, ու այս պլաստմասից աքսեսուարները հիմնականում իրանց գույնը չեն գցում։ Օրինակ, որ վերցրել եմ ավելի սենց ալյումին, չգիտեմ ոչ դրան ինչ են ասում, դրանից որ վերցրել եմ, դրանք ընկնում են իրանց գույնը ու սիրուն չի լինի, բայց այս սրանք պլաստմաս են ու թափում են, դուրս շատ է գալիս, նայեք, այս սենց կառուցվածքի է, իմիջիալոց ես ոսկե գույնն եմ իմ մարմնի գույնի հետ սիրում, այս էլ մի քիչ ավելի հաստելիկոտ տարբերակն է։ Իդեալական, մանավանդ կերպարների ժամանակ ինձ պետք է գալիս, որ ես սենց բաներ շատ ունենամ ձեռքիս տակ ձևի չափի, մեկ էլ տեսար մի օր մի բան է թրենդում, ասում ես ով ես դրանից ունեի։
Վայ, ես ինչքան երկար վլոգ եղավ։ Օ, ես էլ շատ սիրուն, ես սրան սիրահարվել էի ճիշտն ասած նկարով։ Մի հատ հետաքրքիր փաստ նաև իմ մասին։ Ես նկարից մի անգամ հասկանում եմ, այդ լավ շորա գալու թե չէ։ Չեմ կարող ասեմ, կարող է նաև նրանից է, որ ես շատ եմ պատվիր արդեն պատկերացնում եմ, բայց ես երբեք չեմ շփոթվել իմ պատվերների հարցում։ Էս էլա ցանց, սա ինձ թվում է, օրինակ ես վերևին ստեղ է կարելի հագնել ինչ-որ սպիտակ սև տոպիկով կամ բեժվի ու վրայից սա հագնել, ինչի՞ չէ, շատ սիրուն ո կտորները ինչ լավն են։ Հայաստանում իհարկե համոզված եմ վաճառքը նստել է շորերի ու առհասարակ ամեն ինչի վաճառքը, որտեղ բոլորն է հասկացան, որ կարելի է ուղղակի Չինաստանից պատվիր են ու ասենք այս նույն բանը ես մի հատ էջում տեսել էի մոտավորապես 25-ից 30,000, ճիշտ ասած չեմ հիշում ինչքան եմ առել, բայց երևի այդքան էլ չի։ Այս ընդհանուր այսենց ցանցա, որը որ երբ որ հագնեմ լողազգեստը, այսենց այսենց կապելում։ Տենց։ Օրի ջան, հələ որ դեռ ամեն ինչ շատ լավ է գնում ու ես գոհ եմ ամեն ինչից։ Օ, սա էլ է լողազգեստ։ Ես ինձ խոստացել էի, որ լողազգեստ այս անգամ չեմ առնել, որտեղ 115-ը տուն եմ, բայց առավերջում։ Օ, էսի բայց լավն է դրա համար եմ առել։ Այսի շատ սիրուն է, նայեք։ Այսի լավն էր, շատ լավն է, այսի հանելը կլինի հետո, եթե դուրս չգա, ու նաև ունի ներքևում կապելու միջոց, շատ լավն է, կտորնել անտիր, օ բրզոնի ջոն, հրոշոլի, չգիտեի, որ այսքան շոր եմ առը, օ, սա էլա թևերով, օ, ինչ լովն է, նախորդ բեժի սպիտակն է էսի, Շատ լավն է, շատ իդեալական, էսի առանձին էլ հետո կարելի օգտագործել։ Ես միշտ ինչ-որ մի բան ուզում մի 110 տեղ օգտագործած լինեմ, այդ արդեն սովորություն է։ Օ, սա վերջինն է, ոնց որ թե, այո, ստեղ էլ բան չկա։ Սա մեր լոգարանի համար եմ պատվիրել, գրած էր, որ երբ որ փռում ես գետնին ու թաց կանգնում ես, ինքը ջուրը իր մեջ է վերցնում։ Տակը սենց հաճելի ռեզին է ու գրած էր, որ կեղտոտվում է կարակ հանգիստ լվանակ լվացքի մեքենայում։ Չգիտեմ, ես մինչև չփորձեմ, կարծիք չեմ կարող ասեմ։ Ես նայում եմ բլոգերներն են, որ գովազդում են կամ չգիտեմ, այտենց ինչ որ լավ գովազդ է լինում։ Ես ինչքան էլ լավ գովազդ են, ես մինչև ինքս չեմ առնում, չեմ համոզում, նույն ձև է կոսմետիկան է։ Մինչև կոսմետիկան չլինի ձեռքիս տակ, ես չեմ կարող կարծիք ասեմ դրա մասին։ Սովորաբար ուրիշների կարծիքին չեմ հետևում ու համեմատում, որովհետև ամեն մեկի լավը մի ձև է լինում։ Ու եթե իրանց համար այդ լավն է, կարող իմ համար լավը չլինի, բայց ես միշտ անկեղծ եմ սիրում տենց բաները ասել, ունենք բրենդներ կան գերագնահատված են, բայց այսօր կոսմետիկայի մասին չի խոսքը։ Ահա, այսօր մեր լոգարանին է, հեսա տանում եմ, գցեմ ներքևում ու տենամ ոնց է ինքը ջուրը կլանում ներսում։ Քայն թեմուի պատվերների մայսքայն Թեմուի պատվերները իմ այսքանն են, շնորհակալ եմ, որ ինձ հետևում եք, պարտադիր չմոռանաք ինձ սրտիկել, թողել մեկնաբանություն եւ հետևել իմ YouTube-յան էջին եւ ոչ միայն TikTok-յան եւ Instagram-յան էջերին եւս։